Աստծո անունը թող փառավորվի, ինչպես որ փառավորյալը։ Երեմիա 29:11 խոսքում լսում ենք. Քանզի ձեզ համար ծրագրերս գիտեմ, գսե Տերը, ծրագիր բարօրարության համար, որպեսզի ձեզի տամ հույսը եւ ապագան։ Եղբայրներ քույրեր, ինչի մասին իմ սրտից մեջ կա, որ ձեր հետ կիսվեմ, Աստված ծրագիր ունի իմ ու քո կյանքի համար, անկախ նրանից դու ով ես։ Հիմա դու կարող ես ասել քո սրտի մեջ, ես Երեմիան չեմ, որ ինձ իմ մոր որովայնից ընտրել է որպես մարգարե, ես Պողոսը չեմ, որպես առաքյալ, որ ինձ իմ մոր որովայնից ընտրել է, բայց ով ուզում ես եղի, Աստված քո կյանքում ծրագիր ունի, իր օրհնությունները քեզի հասցնելու համար։ Եղբայրներ քույրեր, քանդակագործը իր ձեռքը վերցնելով գործիքը, ինքը արդեն իր մեջ պատկերել է այդ քանդակը, որ պետք է քանդակի։ Նախքան նկարիչը, որ մոտիկանում է կտավին նկարելու համար, ինքը արդեն տեսնում է կտավի վրա այդ պատկերը, որ պետք է նկարի։ Նախքան բրուտը կավին կպնելը, ինքը արդեն գիտի ինչ պետք է սարքի այդ կավից։ Նմանապես էլ մեր Աստվածը, ինքը մեր մեջ ուզում է տեսնի իր որդուն։ Աստված մեզ սահմանել է իր որդու պատկերին կերպարանակից լինելու եղբայրներ քույրեր։ Եվ օրե-օր մեզ այս կյանքի մեջ աճեցնում է, որպեսզի մենք Քրիստոսի նման հասակը ունենանք։ Եղբայրներ քույրեր, հետաքրքիր է ինչ ճանապարհով անցկացնում, ես այսօր դրա մասին պետք է խոսամ։ Նեղությունների, տառապանքների, դժվարությունների, հոգևոր դրան կարող են լինել մարմնավոր, հիվանդությունների տեսքով, անհաջողությունների տեսքով, մարդը բողոքում է։ Հիշում եք, Իսրայելը երբ որ անցնում էր այդ ճանապարհը, անընդհատ բողոքում էր, տրտնջում էր։ Ասում էր հաշ չկա, ջուր չկա։ Եվ Ովսե մարգարեության մեջ ես ուզում եմ կարդամ այդ համարը, Ովսե 11-ի մեջ 7-րդ խոսքը ասում է. Իմ ժողովուրդս ինձ դեմ ապստամբելու հակամետյալ է։ Իմ ժողովուրդս ինձ դեմ ապստամբելու այսինքն հակում ունի իմ դեմ ապստամբելու։ Երբ որ մի հատ փորձություն, դժվարություն չկա, դեռ թույլ ինչ որ մի հատ բան, արդեն մեր ներսը սկսում է ապստամբել Աստծո դեմ։ Ինչի հենց ես Տեր Աստված։ Ինչի ես այս դժվարությունը պետք է ունենայի։ Ինչի ես այս կորուստը պետք է ունենայի։ Ինչի այս դժբախտությունը հենց իմ հետ պետք է լիներ։ Ու տեն շատ ինչիներ ու ինչիներ։ Ինչի, ապստամբում է քո ներսը, ու կարծես բարկությամբ ես լսվում Աստծո հանդեպ, ու կարծես թե քո որոշումների, մտածմունքների մեջ տեսնես, որ Աստված քո առջև քո հետ արդարացի չի վարվում։ Եղբայրներ քույրեր, այդպես է թե չէ, բայց Աստված ծրագիր ունի քո համար։ Անկախ նրանից թե դու ինչ ես տեսնում, անկախ նրանից թե դու ինչ ես զգում, Աստված իմ ու քո կյանքում ծրագիր ունի իր փառավոր գործ անելու։ Հետաքրքիր է եղբայրներ քույրեր, երբ որ դու աղոթում ես, Տեր ես փորձանքից ազատի, Տեր ես փորձությունից պահի, մեկ էլ տեսնում ես փոխանակ, որ աղոթքը լսվի, Տերը քեզ այդ փորձանքից ազատի, մեկ էլ ավելի ես գնում դժվարությունների մեջ։ Հետ եղել է այդպես։ Ավելի են փորձությունները գալիս։ Ավելի կարծես առատապես ու հետաքրքիր է, հենց այդպես է գրված է Եզեկիել մարգարեության մեջ 24:10 փայտերը շատացրա, կրակը բռնկցրա, փայտերը շատացրա ասում է։ Ինչի համար, որպեսզի միսը հալի, համեմները լդիր, որպեսզի ոսկորները այրվեն։ Դու ունես բնավորության գծեր, չոր, կոպիտ, ոսկրացած, ու շատ ես աղոթում, որ դրանցից ազատագրվես։ Շատ ես աղոթել, որ Տեր, այ ես այս բնավորությունը իմեջ չի անցնում, տարիներ անցնում, ես հավատքի մեջ եմ, բայց ես ենթադրենք քո ածականը մրմուր է եղել, սաղի մրմրացրել ես։ Դու զգում ես, որ հիմա էլ ես մրմրացնում։ Դու զգում ես, որ տարիները անցնում են, բայց դու նորից մրմրացնում ես, այն ժամանակ աշխարհիկներին էր մրմրացնում, հիմա հավատացյալներին ես մրմրացնում։ Ես եղբայր գիտեմ, որ իր այդպես ածական ասում են Աստծո քաղցրություն։ Հայ ուզում ես, որ Աստված քո մեջ ինձ հրաշալի գործ անի, որ մրմուրից տեղափոխի Աստծո քաղցրություն, մրմրացնողից։ Եվ տեսեք, ասում է, որպեսզի ոսկորները այրվեն, Աստված այս նեղությունների միջոցով, որ անցկացնում է ինձ ու քեզ, ինչպես
ոսկին կրակի միջով նպատակ ունի, ծրագիր ունի, որպեսզի եղբայրներ քույրեր ինձ քեզ մաքրի այդ ոսկրացած բնավորություններից, այդ չորացած, այդ կոշ բնավորություններից, մեր հին բնությունից եղբայրներ քույրեր, որպեսզի մենք ազատ լինենք։ Հետաքրքիր է Եսայի մարգարության մեջ այսպիսի խոսք է գրված, ես ուզում եմ կարդամ ձեր համար։ Շատ հետաքրքիր խոսք է գրված։ Ասում է վասնզի երբ տեսնեն իր տղաքը իմ ձեռքերից գործը իրանց մեջ։ Այ Աստված ուզում է իր գործը տեսնի քո մեջ։ Եվ Աստված ուզում է որ դու էլ տեսնես իր գործը քո մեջ, քո կյանքի մեջ։ Հողո ժամանակներն անցնում են։ Դու այդպես չնկատես, թե Աստված ինչպես արեց քո կյանքում, բայց մեկ էլ տեսնում ես Աստված արեց։ Հովսեփի կյանքում մենք գիտենք ինքը մի հատ պատանի էր, որ յուրահատուկ հնարավոր է ինքը, ոչ թե հնարավոր, ինքը ուներ պարգև, Աստծուց պարգև ուներ, տեսիքներ էր տեսնում, եւ նաեւ մեկնում էր, եւ ինքը կարծես թե բարձրանում էր դրանցով, իր եղբայրների մոտ գալիս էր, երազները պատմում էր, ասում էր դու գալու եք ինձ երկրպագեք, հետո որ եղբայրները իրան սկսեցին նեղել, արդեն լավ չէին խոսում իր հետ, եւ ինքը ինչ էր շարունակում էր, փոխանակ ինքը դադարեր ավետեր, հա նայեք, այս անգամ ուրիշ հայտնություն եմ ունեցել, որ մենակ դուք չէ, արևն ու լուսինը իմ հերն ու մերն էլ են գալու երկրպագել։ Հետաքրքիր է եղբայրներ քույրեր, խիստ հայտնություններին հակառակ Հովսեփի կյանքում ուրիշ բան տեղի ունեցավ։ Եղբայրները ծախեցին իրանց ստրկության, մատնեցին ստրկության։ Հիմա հայտնությունների ասում են, որ պետք է գաք երկրպագենք, բայց ուրիշ բան է ստացվում։ Ու մենք գիտենք, որ Աստված ինչ արեց իր հետ։ Ես ուզում եմ Հովսեփի կյանքից ասել երկու բան։ Ինքը երկու պտուղ ունեցավ։ Դու գիտեք ամենքդ այդ ինքը ստրկության գնաց, շատ դժվար օրեր քաշեց, նեղություններ։ Եղբայրներ քույրեր, այսօր մարդիկ մեզի մի հատ ցավացնում են, մի խոսք են ասում, մենք տարիներով չենք կարողանում այդ մի խոսքը ներենք։ Ադենց է թե չէ։ Հելնում է, չէ։ Եղբայր ջան, դու չգիտես ինքը ինձ ինչ ասե։ Հովսեփին ստրկության էին ուղարկել։ Ինքը այդքան զրկանքները կրում էր անտեղի։ Ինքը այդքան զրկանքները կրում էր ուրիշի պատճառով։ Եղբայրների պատճառով։ Մեզի մի հատ խոսք են ասել, տարիներով չեն կարողանում ներենք։ Ու պատճառաբանելով դու չգիտես ինքը ինձ ինչ ասե։ Անցան ժամանակներ։ Հովսեփը երկու երեխա ունեցավ, մեկի անունը դրեց Մանասե, մյուսինը Եփրեմ։ Մեծի անունը դրեց Աստված իմ բոլոր վշտերս մոռացրեց։ Միջև Աստված քո բոլոր վշտերը չմոռացնի, դու չես կարող ներես։ Եվ շարունակում է եւ իմ հոր տունը։ Այն պատճառը, այն աղբյուրը, որ ինձի վշտացրել են։ Երկրորդի անունը Աստված ինձ տարապանքի երկրի մեջ աճեցրեց։ Թող Տիրոջ անունը փառավորվի։ Այ դու ընթացքը անցնում ես, դու չես տենում ոնց է այդ բանը կատարվում։ Բայց տեսնում ես, որ Աստված հրաշալի գործ արել։ Երբ որ Հովսեփին կանչեցին երազը մեկնելու, ինքը նորից առաջ էր գցում իրան փարավոնի մոտ։ Ասես լսել եմ, որ քո մասին դու երազը մեկնում ես։ Ասեց ոչ թե ես, այլ Աստված խաղաղության պատասխան պետք է տա փարավոնին։ Ոչ թե ես ով եմ, այլ Աստված։ Դուք տեսնում եք Աստված ինչ գործեր արել Հովսեփի կյանքում։ Հասկանում եք եղբայրներ քույրեր։ Այս նեղությունները հիմա մտածում էր Հովսեփը չարիք է, ես չարիք է հանդիպել ինձ, ինչի հենց ես։ Բայց այս նեղությունները նպատակ ունեն իր կյանքում մաքրելու եւ փառավոր գործ անելու Աստծո համար։ Երբ որ եղբայրները եկան իրան երկրպագելու եւ երկրպագեցին, Հովսեփը չուրախացավ, ասեց տեսակ, որ ոնց երկրպագեցիք ինձի։ Հովսեփը հայտնեց իրանց, ասեց մի վախեցեք, ձեզի կերակրելու եմ։ Մխիթարեց գրված է։ Հովսեփ ջան, դու ժամանակին ուներ մխիթարվելու կարիք։ Դու ես մխիթարում եղբայրներին։ Այո, երբ որ Աստված քո կյանքում գործ անում, դու ես մխիթարում եւ ասեց հանգստացեց, ասեց մի վախեցեք, ես ձեզ պետքա կերակրեմ։ Եվ ես ուրիշ բանի վրա եմ ուշադրություն դարձրել, երբ որ Հակոբը տեսավ Հովսեփին։ Ասեց այ հիմա հանգիստ կարամ մեռնեմ։ Հակոբ ջան, ի՞նչ տեսար, սովորական Հովսեփի։ Ես ձեզ հարց եմ տալիս, դուք որ ձեր երեխեքին երկար տարիներ հետո չտենաք, ու տեսնեք, որ ինքը մեծացել է ագրեսիայով, մեծացել է չարությունով, որ ուզում է բոլոր զավակներից, մյուս զավակներից սպանի։
Առակացի մեջ գրված ասում է դու սրտիդ մեջ չասես ինչպես որ նա ինքը ինձի արավ, այնպես էլ ես իրան պետք է անեմ։ Հիմա Հակոբը տեսավ Աստծո փառքը, Աստծո գործը տեսավ, որ Հովսեփը կատարյալ սիրով լսված է, ու իր ներսը խաղաղություն կա, ու սիրում է իր եղբայրներին։ Այդ դրա համար ասեց հանգիստ կարամ բեռնեմ, թող Տիրոջ անունը փառավորվի։ Եղբայրներ քուրեր, թող Աստված օգնական լինի, որ մեր կյանքի մեջ էլ այդ գործը լինի, համաձայն եք։ Մենք խույս չտանք, մենք չխուսափենք։ Ես ուզում եմ Դավիթի կյանքից օրինակ բերեմ։ Դավիթը մարդ գրգեց, ասեց այդ չար մարդին Նաբաղին ասեք, որ մեզի ուտելու բան տա։ Ասեց Նաբաղն ասեց Դավիթն ով է, որ ես իրան ուտելու բան տամ։ Երբ Դավիթը բորբոքվեց, գրված ասեց կենթանի է Տերը, որ ես միջև առավոտ իրան տնից արու մարդ չթողեմ։ Հետաքրքիր է, այս տաքարյուն Դավիթից ինչ արավ Աստված, ինչ ստացավ։ Ինքը անընդհատ խնդիրների, դժվարությունների մեջ էր, սավուղներ հալածում, հետո ընտանեկան խնդիրներ սկսեց, իր տղեներ իր դեմ անգամ էլ է։ Աստված ծրագիր ուներ։ Միգուցե մարդիկ տեսնեին Դավիթին, ասեին, «Էս ինչ անիծված մարդ է, այ մարդ էս մարդը»։ Սա կյանքը մի հատ հանգիստ չունեցավ։ Բայց Աստված ծրագիր ուներ։ Երբ որ Սեմեն անիծում էր իրան, Շաուրայի որդին ասեց իր զորավորները. «Հեսա կա չունով է, որ իմ տիրոջս անիծում է, գնամ գլուխը թռցնեմ վրից»։ Ասեց թող տվեք ինձ ով Շաուրայի որդիներ։ Հաճախ մենք ման են գալիս մեր կողը Շաուրայի որդիներ, չէ։ Մեկը լինի մեր հարցերը լուծի, չէ։ Մեր սրտի համեմատ կլինի, մեր սիրտը կովանա, բայց Դավիթը տես չէր արել։ Դավիթի մեջ Աստված իր գործն էր արել։ Թող տվեք ով Շաուրայի որդիներ։ Աստված ասե։ Աստված ասե։ Եվ հետաքրքիր է եղբայրներ քուրեր, ինչպես Հովսեփի կյանքում։ Հովսեփը եղբայրներին ասում էր դուք չեք զիս այստեղ ինձ գրկողը, այլ Աստված։ Դուք չեք, այլ Աստված։ Դավիթը նույնպես էլ Դավիթն ասում Աստված արե։ Այս մարդուն չէր տենում, Սեմենին չէր տենում։ Դու քեզ անիծողին եթե այսօր տեսնում ես, դու հələ չես տեսնում Աստծո ծրագիրը քո կյանքի մեջ։ Դու հələ չես տեսնում դրա համար էլ բորբոքվում ես, նեղվում ես, խաղաղությունդ ես կորցնում, տարիներն են անցնում, քո մեջ ոչ թե Աստծո քաղցրությունն է շատանում, այլ այդ ատելությունն է շատանում։ Եկեք չտեսնենք, հա մեզի ով է նեղացնում եղբայրներ քուրեր։ Եկեք փորձության ժամանակ ասենք Տեր, ինչ ես ուզում դու սովորացնես մեզի։ Համաձայն եք ժողովուրդ ջան։ Ոչ թե ինչի, ոչ թե տրտնջանք բողոքենք, ոնց որ Իսրայել ժողովուրդը, Տեր, ինչ ես ուզում սովորացնես ինձ այս դժվարությունների մեջ։ Հոբի կյանքում եղբայրներ քուրեր, երբ որ Հոբի երեխեքը մահացան, մարդ այսօր մի հատ երեխա է կորցրել, հոգեկանը խանգարվել է։ Ես այդպես մարդ գիտեմ, այս պատերազմի ժամանակ, ու ես չեմ հեղադրում իրանց։ Հոբը 10 երեխա կորցրեց։ Հոգեկանը չխանգարվեց։ Հետաքրքիր է, մարդ մի քիչ մի քանի միլիոն կորցնում է, ինֆարկտաստանում մեռնում է։ Հոբը շատ հարուստ էր, ամբողջ ունեցվածքը կորցրեց։ Միլիարդներ կորցրեց։ Շատ հարուստ էր։ Երկրի վրա իր նմանը չկար։ Եվ ինֆարկտ չխփեց ինքը մեռավ։ Կնիկը գալիս է իրան ասում է, իրան ամենահարազատ մարդը։ Հայոյի Աստծո մերի։ Կնգանել չի մեղադրում։ Հետո է ցավացնում, ասում չես տենում իմ վիճակը, ես ինչ ես ինձի ասում։ Չի ասում Աստծուց բարիք ընդունենք, չարիք չընդունենք։ Ես Հոբի վրա շատ եմ զարմացել մի խոսքի վրա։ Երևույթը ասում է Հոբին, Հոբ, Աստված քեզի դաժան ձևով է վերաբերվում։ Եմ տեսել եք, չէ՞ որ մարդը ուզում է սպանի մեկին, բայց մի անգամից չի սպանում, դանդաղ է սպանում։ Հիմա Հոբի մարմինը իր վրից փդում է։ Երևույթը ասում է Աստված քեզի դաժան ձևով սպանում է։ Հոբը գիտեք ինչ ասում, թեև նա ինձ սպանի, ես նրան եմ ուսալ փարթիրաջ։ Թեև նա ինձ սպանի, ճիշտ եք ասում, երևույթ ճիշտ ես ասում կարծես թե, թեև նա ինքը ինձ սպանի, ես նրան եմ, մեկը ես նրան եմ ուսալու։ Մեկը ես իմ անձի Տերը չեմ, ինքն է իմ Տերը։ Եվ իմ մխիթարությունը սա է, անողորմ ցավի մեջ, որ իր խոսքերը չեմ ուրացել։ Թող Տիրոջ անունը փառավորվի։ Եղբայրներ քույրեր, ես ուզում եմ հիշենք Ստեփանոսին։ Ստեփանոսին քարկոծում են, գլուխը ջարդում են։ Այսօր մեր գլուխը չեն ջարդում։ Մեզի մեր ոտի մազոլն են տրորը։ Ենթադրենք, մեր եսին են կպել։ Մեր գլուխը չեն ջարդել էլ։ Հայր ասում է թողի նրանց, տեսնում եք Աստծո գործը Ստեփանոսի կյանքում։ Հայր մեղք մի համարի։ Ստեփանոս ոնց մեղք մի համարի, թո աղոթի, թո երկնքից կրակիչնի դրանց պատկասնի։
Որ վախենան էլ երկրորդ անգամ քեզի չկպնեն մյուս հավատացյալ, հայր մեղք մի համարի։ Այդ տեսնում եք Աստված ինչ գործ է անում մարդու կյանքի մեջ։ Եղբայրներ, քույրեր, եկեք մենք խոնարհվենք Տիրոջ առջև։ Երեմիա մարգարեին Աստված ուղարկեց բրուտի տունը։ Ինքը գնաց տեսավ, որ բրուտը գործանում եւ կավը իր ձեռքի մեջ փչանում է, հավրվում է։ Այդ նույն կավից ինքը ուրիշ բան է սարքում։ Եվ Աստված խոսում է մարգարեի միջոցով, ասում է. «Տեսար բրուտի արածը, միթե դուք իմ ձեռքերից մեջ այս կավի պես չեք, ես ձեզ կարամ, ինչպես որ ինձի հաճելի է, այնպես անեմ»։ Հիմա ուզում ես, որ Աստված քեզի իրան հաճելի պես եղածի պես անի, ուղղակի հանձնվի իրան։ Ասա իմ խելքին չի ասնում, Տեր, այս դեղությունները քիչ են վերջանում, այս տարապանքը սխի չի վերջանում, բայց դու օրհնյալ ծրագիր ունես իմ հետ, որպեսզի ինձի օրհնության հասցնես, որպեսզի ինձի հասցնես քո մեջ, քո ներկայության մեջ։ Եղբայրներ, քույրեր, ես ուզում ասեմ, կարևոր չի մարդիկ թե ինչ են տեսնում։ Մարդիկ տեսնում են, որ Սարան անպտուղ է, չորացած ծառի պես, բայց Աստված տեսնում է նրան ազգերի մայր։ Մարդիկ տեսնում էին Հովսեփին մի հատ խղճուկ ստրուկ, մի հատ խղճուկ ստրուկի, մի հատ բանտարկյալի, բայց Աստված նրան տեսնում էր Եգիպտոսի կառավարիչ։ Մարդիկ տեսնում էին Դավիթի մի հատ պատանի հովիվի, ամենացածր գործը Իսրայելի մեջ, բայց Աստված նրան տեսնում էր Իսրայելի հզոր թագավոր, որ Իսրայելը ամբողջ պատմության մեջ այդպես թագավոր չունեցավ։ Կարևոր չի, հոգ չի ինչ է մտածում մարդիկու մասին, ինչ են տեսնում, կարևորը Աստված օրհնյալ ծրագիր ունի իմ ու քո կյանքի մեջ։ Մարկոս, ես ուզում եմ կարդամ եւ եղբայրներ, քույրեր, կեզրափակեմ այս խոսքերով։ Մարկոս 7:37-ում ասում է. «Ու չափից դուրս կզարմանային ու կասեին, սա ամեն բաները լավ է անում»։ Չափից դուրս կզարմանաս, երբ տեսնես Աստծո գործը քո կյանքի մեջ։ Ու կասես, սա ամեն բաները, Հիսուս Քրիստոսն է սա, ամեն բաները լավ անում։ Ես ուզում եմ եղբոր կյանքից վկայություն պատմեմ, ասում է, ես որ դժվարություններ ունեի, տարիներ շարունակ, իր երեխեն ու տենց անդամալույցա, ասում է, եղբայրները չէին այցելում, ասում է, ես մտածում եմ, որ ես իմ տենց երևացող չեմ, կամ ինչ-որ տենց կարևոր մեկը չեմ։ Եթե ես լինեի գույնը սպասավոր, գույնը եղբայրները կայցելեն ու շատ էին նեղվում, ասում ամբոստանում է Աստծո դեմ, սիրտս խոսում էր Աստծո դեմ, շատ էին նեղվում, ասում ու հետո զղջում, որ Տեր Աստված ների ինձի, տարիներ է անցնում, ասում մի տարի հիշում եմ, նոր տարին անցկացրեցինք հիվանդանոցում, մարդիկ իրանց տներում են, ուրախանում են, Աստծուն փառավորում են, իսկ մենք անցկացրեցինք հիվանդանոցում, երեխան շատ վատ է, մեկը չկա, որ զանգող, ասի երեխեդ սաղա թե մեռավ, ասում եւ ես հիշեմ, որ դրանից առաջ մի հատ եղբոր կյանքում դժվարություններ եղել, մի 30 հոգի գնացել են այնտեղ։ Ինձ էլ եկել ասել է, որ 30 հոգով գնացել են, այդ եղբոր կողմն են, իրան մխիթարում են, իրան աջակցում են։ Եղբայրներ, քույրեր, Աստված չի ստապում քո խնդիրները լուծելու։ Այտենց քարոզիչ կա Դավիթ Վիլկերսոն։ Ասում է, շատ հաճախ Աստված իր վիճակները չի փոխում, որպեսզի մեր վիճակը փոխի։ Հասկանում եք, եղբայրներ, քույրեր։ Եվ ասում է, այդպես վիճակը չէր փոխում իմ կյանքի մեջ։ Ասում է հերթական անգամ, երբ որ մենք հիվանդանոց ընկնացինք այդ գիշերով, ասում է նայեցի եկինք, ասի փառք ես Տեր, անկախ ինձանից։ Ասում է միշտ բողոքի տրտնջացել եմ, ասում է անկախ ինձանից, ասի փառք ես Տեր, որ իմ երեխեն հիվանդ է։ Փառք ես, որ ես այսօր ստեղ եմ։ Փառք ես, որ 30 հոգի մարդ չկա կողս։ Ես այդ 30-ին կնայե, բայց իմ աչքերը հենց հիմա մենակ քեզ են տեսնում։ Իմ կախվածությունը քեզանից է, փառք ես Տեր, փառք ես Տեր, գիշեր ցերեկ փառք ես Տեր։ Ասում է, եւ ես տեսա, որ Աստված ինչ հրաշք էր արել իմ մեջ, եղբայր, ես տեսա, մի կարճ վկայություններ իմ կյանքից ասեմ, մի քանի օր առաջ ես իմ մանկության ընկերն ունեի, տենց, կարոտել եմ, իրան Ֆրանսիայում էր, զանգել եմ, որ իրան հետ խոսամ, հիմա ես եղբայրը, հիմա ինձի հոչի հարցրեց, ոնց ես, ոնց չես, եւ ու սկսեց, դու հավատք չունես, դու նորահոգի ես, եթե դու Հիսուսին կպներ, այդ հարցերը լուծված կնեն եւ այլն եւ այլն։ Հիմա ես չեմ հասնում խոսամ ինքը տենց ուղակի տենց լիքը լցնում է տենց վրես։ Հիմա նայում եմ ես իմ սրտին ինչա կատարվում էս ներսի աշխարհում։
Ինքը ասա խոսքից որոշ համարներ է ինձ ասում։ Ասում է ինչպես աշակերտները հրում էին, դու ես հրում, բայց ոչ թե ինտերատես կնոջ նման որ կպա։ Ես նայում ինչ է կատարվում։ Ախր ես էլ Աստծո խոսք կարծեմ թե գիտեմ, որոշ քիչ։ Ես էլ կարամ իրան իր տեղը ուղղեմ, բայց տեսա, որ իմ ներսը խաղաղ հանգիստ է։ Ստեփանոսի նման աղոթում է Տեր, չի հասկանում ինչ ասում։ Ինքը չգիտի, սովածը չգիտի ուշտի գադերը։ Ինքը չի հասկանում, հանկարծ իր երեխեքին էլ բան չլինի, Տեր Աստված ջան, պահես իր ընտանիքը։ Հատելում ես Աստված ինչ գործ է անում։ Եղբայրս ու քույրս այս ճանապարհի միջով անցկացնելով նա ամեն բաները հրաշալի անում իրան փառք հավիտյանս ամեն աղոթենք։ Դու տեղյակ ես մեր բոլոր դժվարություններից։ Դու մեզ քո ձեռքերի մեջ ես դրոշում Տեր Աստված, եւ մեր պարիսպները քո առջևը տեն Տեր։ Դու ամեն բան գիտես, մեր նստելը եւ երկենալը, մեր խորհուրդները, մեր մտածմունքները։ Դեռ բնավ բան չկա լեզվիս վրա, դու ամեն բան գիտես։ Եվ դու մեզի չես թողել Տեր։ Դու ասել ես քեզի բնավ չեմ լքի, քեզի չեմ թողնի Տեր։ Եթե այսօր հոգիներ կան, որ նեղությունների մեջ են, դժվարությունների մեջ են, եւ մտածում են, որ դու իրաց թողել ես, թող այսօր դու բժշկություն ունի Տեր, որ հասկանան, որ դու ծրագիր ունես իրանց կյանքի մեջ, իրանց օրհնելու ոչ թե թողել ես, որպեսզի տաս իրանց հույսը եւ ապագան, հույսը տալիս են անհույս մարդուն, դու այսօր հույս ես մեզի տալիս, փառք ես Տեր, ապագան տալիս են, որ մարդը ապագա չի տեսնում էր, դու ես մեր ապագան, անունդ փառավորվի։ Դու ծրագիր ունես մեր համար, անունդ փառավորվի մեզի տալու հույսը եւ ապագան, հավիտյան քո հետ ապրելու։ Շնորհակալ ենք Տեր Հիսուս, անցկացրա, մենք կոտրվում ենք քո առաջ։ Տեր Աստված ինչպես Հովսեփը Դավիթը մյուս սուրբերը չեն տեսնում իրանց տեղացնողներին, այլ տեսնում են, որ դու ես անում։ Օգնի այսօր մենք էլ տեսնենք, որ այդ ամեն ինչի եղինակը դու ես Տեր, ոչ թե մարդը, եւ մեր բանը քո հետ է Տեր Աստված։ Փառք ես Տեր, շնորհակալ ենք, օրհնի ամեն մի քրոջս ու եղբորս, Տեր Աստված, դու օրհնյալ ծրագիր ունես յուրաքանչյուրիս կյանքի մեջ, մեզի օրհնելու, մենք էլ ասում ենք ամեն օրհնի, համաձայն ենք, հոժարվում ենք, խոնարհվում ենք, անունդ փառավորվի Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի, հալելույա, ամեն։